եթե Եվրամիության անդամ դառնա, օգտագործել է Եվրամիության բոլոր լծակները Հայաստանի դեմ իր քաղաքականությունը նույնպես շարունակելու համար, ունենալու է բազմաթիվ նոր լծակներ, բայց ես կարծում եմ Թուրքիան առաջիկա 10 ամյակներում չի դառնա եւ հնարավոր է երբևէ չի դառնա, թեկուզ հենց Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով, բայց կան նաեւ այլ պատճառներ։ Ուրեմն Թուրքիան ինչու է հրաժարվում դիվանագիտական հարաբերությունները մեկ։ Ինչու չի բացում սահմանը։ Թվում է թե Թուրքիան եթե սահմանը բացի, դա նորից Հայաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում։ Իսկապես այդպես է, եթե պատկերացրեք վաղը սահմանը բացվեց, մեր տնտեսությունը արդեն իսկ ներքին արտադրողը բազմաթիվ խնդիրներ ունի, տեսեք այս տարվա անցյալ տարվա դրությամբ էքսպորտի, իմպորտի, ուրեմն հաշվեկշիռը ավելի վատացել է հօգուտ ներմուծման, ուրեմն Թուրքիան կարող է այստեղ ներխուժել տնտեսապես, կարող է հաստատել բազմաթիվ բիզնեսներ, հիմնարկություններ եւ այլն, իր ունենալով այստեղ հազարավոր աշխատակիցներ, որոնք երբեմն մեր ժողովուրդը որոշ հատվածներ այնքան էլ պատրաստված չեն քաղաքական հարցերում եւ ինչպես գնում են հաճույքով Անտալիայում հանգստանում են, այնպես էլ իրենց թուրք ուրեմն գործարարի մոտ աշխատելով պետք է մեծ այսպես սիրո զգացումներով լցվեն այդ թուրք գործարարի նկատմամբ։ Բայց կարծեմ թուրքերն էլ չեն մեծ սիրով հայ երկրին Եվրատեսիլում 12 միավոր տվեցին։ Այն ուրիշ հարց է, թողնենք, մեզ համար է վտանգը, իրենց համար վտանգ չկա, որ տվել են հայ երկրին այդպիսի բաներ։ Ուրեմն, եթե այստեղ թուրքական տնտեսությունը գա, Հայաստանը ինքը դառնա տարանցիկ մի պետություն թուրքական այդ բոլոր ամեն ինչի համար, արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, չեմ ասում, որ թուրքական հետախուզական ծառայությունները կարող են ընդլայնել իրենց ցանցը այստեղ, բազմապատկել իրենց գործակալներին եւ այլն տեղեկություններով էլ ավելի օգնել Ադրբեջանին հնարավոր ապագա, բայց Թուրքիան հրաժարվում է նույնիսկ այդ տարածք սահմանի բացումից, որը մեզ համար է վտանգավոր, իր համար վտանգ չի ներկայացնում։ Ինչու է հրաժարվում Թուրքիան, որովհետեւ նորից ըստ երևույթի նրանք Ադրբեջանի հետ միասին ծրագրում են մի խոշոր հարված Հայաստանի դեմ։ Մի բան, որ մենք կարծես թե աչքաթող ենք անում, կարծես թե ուզում ենք հանգիստ լինել, ասել թե չի լինի նման մի բան, ոնց կարող է լինել Եվրամիության այս դեսպանը, Ֆրանսիայի դեսպանն ասաց, այն դեսպանն ասաց, պատերազմը բացառում ենք եւ կներեք, բայց այդպիսի հայտարարությունները պատմությունը շատ են հայտնի։ Այո, հայտարարությունները որևէ հիմք մեզ համար չեն կարող ծառայել։ Մենք ինքներս մեզ վրա նորից պետք է հույսը դնենք, հայտնի բառեր են, բայց այդ բառերի տակ պետք է իսկապես պատրաստել, հող պատրաստել, որպեսզի եթե նման քայլի Ադրբեջանը իսկապես գնա, այս անգամ նույնպես մենք դուրս գանք հաղթանակած եւ ել ավելի մեծ տարածքային նվաճումներով, որոնք նույնպես հայկական տարածք են լինելու, մինչեւ Քուրգետը Հայաստանի տարածք է։ Պարոն Այվազյան, ձեր ասածներից բարձ է դառնում, որ դուք ընդհանրապես կողմնակիցեք այս բանակցային գործընթացին, որովհետև դա համարում եք անարդյունավետ։ Այսինքն մենք տալու բան չունենք, ընդհանրապես ոչ մի տարածք, այսինքն մենք զիջումների չենք գնալու որևէ դեպքում, սա նշանակում է փակուղի բանակցությունների։ Ո՞րն է երկես իրավիճակից։ Այսինքն պետք է բանակցությունները դադարեցնել եւ սպասել, թե ինչ փակուղու մեջ են։ Փակուղու մեջ են բանակցությունները։ Ես ասացի, ես ոչ թե դեմ եմ այս բանակցություններին, ես կողմ եմ բանակցություններին, բայց Հայաստանը արդեն կարծում եմ պետք է հանդես գա բոլորովին այլ դիրքորոշումներով։ Աշխարհը փոխվել է։ Բոլոր պետությունները փոխել են իրենց դիրքորոշումները, քաղաքականությունները եւ տեղի ունեցել սեպտեմբերի 11-ի այդ ահաբեկչական գործողությունը Նյու Յորքում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգները եկել է Աֆղանստան, Իրաք, Միջին Ասիա, ամեն ինչ փոխվել է։ Ռուսաստանի քաղաքականությունն է փոխվել, նորից այստեղ սառը պատերազմի հոտ է գալիս այս փոքր դեռևս այն տարածաշրջաններում, որտեղ վերահսկողություն չունեն ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները։ Այդ տարածաշրջաններից մեկը հենց մեր այսօր Կովկաս անվանենք, թե հարավային Կովկաս անվանենք, թեև դա հաջող տերմին չէ, որովհետև հայկական լեռնաշխարհը հարավային Կովկասի եւ ոչ էլ Կովկասի մաս է երբևէ եղել։ Մենք էլ հայկական լեռնաշխարհի մի մաս ենք այստեղ։ Այս տարածաշրջանը նույնպես դարձել է աշխարհաքաղաքական խաղերի, աշխարհաքաղաքական մրցակցությունների գոտի է։ Այն էլ սուր մրցակցությունների։ Տեսեք, հիմա Ռուսաստանը հայտարարում է, որ դուրս է գալու սովորական սպառազինությունների պայմանագրից,
Միացյալ Նահանգները հրթիռներ են տեղադրում, այսինքն իսկ հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը միասին մեզ պետք է խոստանան ինչ որ երաշխիքներ անվտանգության, տերություններ, որոնք միմյանց հետ մեծ խնդիրներ ունեն, միմյանց հետ մեծ մրցակցություն ունեն, հետո մեզ պետք է գան միասին ասեն, գիտեք, մենք ձեզ խոստանում ենք, եթե դուք այս տարածքներից դուրս գաք, մենք այստեղ կբերենք խաղաղապահ ուժեր եւ համոզված եղեք, որ ձեր անվտանգությունը ապահովված կլինի։ Գիտեք, մենք այդպիսի երաշխիքներ տեսել ենք մեր պատմության մեջ, սկսած Բեռլինի կոնգրեսից, երբ խոշորագույն 6 տերությունները միասին խոստացան, որ ինչ որ բարեփոխումների կաջակցեն, որ տեղի ունենան Արևմտյան Հայաստանում եւ արդյունքը մենք տեսանք, թե այդպիսի խոստումների արդյունքը ինչ եղավ, եղավ ցեղասպանություն եւ առհասարակ այդ տարածքների կորուստը։ Այսօր մենք աշխարհում եղած 193 պետություններից մեկն ենք։ Ունենք մեծ հնարավորություններ մոբիլիզացնելու ամբողջ հայության ներուժը եւ Հայաստանում եւ Սփյուռքում եւ պատրաստ լինելու դիմակայելու ադրբեջանա-թուրքական ճնշումներին։ Մեր միակ խնդիրը պետք է լինի Հայաստանը ներսից հզորացնելը։ Իսկ բանակցություններին պետք է գնալ այլ դիրքորոշումներով, ոչ թե նույն դիրքորոշումներով, որով մենք գնում ենք 90-ականների կեսերին։ Լավ, ցավոք մեր ժամանակն արդեն ավարտվել է, ուզում եմ հեռուստադիտողին հիշեցնել, որ «Էքսպրեսի» այսօրվա ուղեկիցը քաղաքական գիտությունների դոկտոր Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն է։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Խնդրեմ։